Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ամանորի նախաշեմին պետական ու մասնավոր տարբեր կառույցներ սկսել են տոնական գնումները, Փաստինֆոն դրանք հայտնաբերում է բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ Դրանցից մեկը սպորտի կառավարման կենտրոն Փակ բաժնետիրական ընկերությունն է, որը դեկտեմբերի 4-ին մոտ 420,000 դրամի տոնածառ եւ ամանորյա զարդարանքներ է գնել Հոմպլեքս Հիպերմոլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։ Գնումների մեջ ներառվել են 3 մետր բարձրությամբ տոնածառ, գունավոր խաղալիքներ, լույսեր, մարգարիտներով եւ աստղիկներով զարդեր։ Հոմպլեքս Հիպերմոլի իրական շահառուն իրավաբանական անձանց ռեգիստրում նշված է Ժիրայր Մարտիրոսյանը։ Մոլում սակայն հաճախ հիշատակվել է նրա եղբայր Նորայր Մարտիրոսյանը, Կարգին տուն բիլդինգ եւ Կարգին շինանյութ ընկերությունների հիմնադիրը, ով ակտիվորեն ներկայացնում էր մոլի բացման գործընթացը։ Մոլի բացման շուրջ նկատվում է պետական բարձր ուշադրություն։ Բացմանն անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, նախկինում շրջայց է կատարել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով պետական աջակցության գործիքները։ Մոլի PR բաժնի ղեկավար Նանե Արզումանյանի գրքի շնորհանդեսին մասնակցել է Աննա Հակոբյանը։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոլը իշխանության բարեհաճություն է ձեռք բերել։ Փաստինֆոյի տվյալներով Հոմպլեքս Հիպերմոլից ամանորյա գնումներ են կատարել նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն, սպորտի կառավարման կենտրոնը։ Մոլը բացվել է այս տարվա հունիսին եւ զբաղեցնում է խոշոր հարկատուների 326-րդ հորիզոնականը։